ես ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում, նաև ձեր մասնակցության համար շնորհակալություն։ Կարծում եմ երկու վիթխարի գրականագետ այնքան բան ասեցին, որ Բաքունցի մասին խոսել արդեն ավելորդ կլինի։ Ուրեմն ես ուզում եմ նաև շնորհակալություն ասեմ ձեր մասնակցության համար, պարոն Մուսոյան, պարոն Ավագյան, շնորհակալություն, որ ստեղ եք։ Բաքունցը թողել է շատ մեծ գործ եւ իսկապես ապրողների սպարտն է, հատկապես սյունեցիների եւ մասնավորապես գորիսեցիներից, որ կարողանաք ամեն ինչ անել, որպեսզի Բաքունցը երբեք այն 17 տարիների դերը չունենա, ինչպիսին խորհրդային տարիներին էր։ Եվ բնականաբար այս անկախությունից հետո մի տեսակ ոնց որ թե ժողովուրդը, թե մութուցուրդ օրերն էին, որ ոչ միայն բաքունցին, նաև չէին ուզում հիշեին մեր մեծերին, դժվար էր իսկապես, բայց մենք մեր պարտք համարեցինք, որ մեր մեծերին հատկապես Աքսել Բաքունցին իսկապես ըստ արժանավուն գնահատել եւ անել ամեն ինչ, որպեսզի Բաքունց աստղը նոր փայլ ունենա եւ նորից հայ ժողովրդի գիտակցության մեջ Բաքունցը նորից մնա։ Ուրեմն այսօր Բաքունցի տուն թանգարանը Գորիսում համարվում է որպես երկրորդ եկեղեցի, որովհետև բոլոր ժողովուրդը իրենց ուխտատեղին են համարում, այդ սրբավայրը, որտեղ ապրելա Բաքունցը, որտեղ ծնվելա Բաքունցը, որտեղ խոսելա Բաքունցը, որտեղ գրելա Բաքունցը, եւ իսկապես դա դարձել է այսօր որպես ուխտատեղի, իսկ այս վերջին տարիներին ոչ միայն գորիսեցիների համար, նաեւ ողջ հայության, ինչ խոսք երկրի բարձրաստիճան իշխանավորների համար, որովհետև բոլորը փորձում ենք բոլորը այցելել, ինձ թվում է թե Բաքունցի տուն թանգարան այցելող մարդը անշուշտ խղճի մեջ մի նոր մի փոքր ինչ ավելացում կլինի, որ ավելի խղճով լինի, այդ ամեն ինչը տեսնելուց։ Ուրեմն Բաքունցը իր երկիրը սիրել է, Բաքունց հողագործը, Բաքունց զինվորը, Բաքունց արձակագիրը եւ ոչ մեկն էլ կիսատ չի արել իր գործերը, ոչ հողաշինարարությունն է կիսատ արել, ոչ զինվորությունն է կիսատ արել, ոչ էլ որպես արձակ ոչ մի բան կիսատ չի արել, արել է ամեն ինչ լիարժեք։ Եվ ես ուզում եմ ավարտեմ խոսքս հենց շնորհակալություն հայտնելով մի պայծառ մարդու պարոն Բաղդասարյանին, որ պատվիրեցինք ուրեմն այս կիսանդել այսօր տեսնում ենք, իսկապես եւ թախից կա եւ ուրախություն եւ կյանք եւ ոնց որ թե թախծոտ խոսակցությունն է Բաքունցի այս պահին մեզ հետ։ Շնորհակալություն պարոն Բաղդասարյան, ես ուզում եմ շնորհակալություն հայտնենք Տիգրան Սարգսյանի նախկին տնօրենին, որ Դավիթ Սարգսյան ներողություն, մի քանի տարի առաջ միասին ստեղ հենց կակված Բաքունցի գրքի շնորհանդեսի ժամանակ որոշեցինք, որ այս ուրեմն Բաքունցի անվան եւ ուզում եմ խորապես շնորհակալությունս հայտնել պարոն Զարգարյանին, որ այս տարիների ընթացքում արեցինք ամեն ինչ եւ այսօր արդեն ավարտական տեսք ունի եւ բայց կարծում եմ դեռևս հարգարժան պարոն Զարգարյան ավարտական չի, երևի թե մեր պարտքը պետք է համարենք այս ամբողջ տարի շնորհքենք, դա արդեն այս տարիներին, այս անկախության տարիներին Դավիթ Գասպարյանի հետ իսկապես բավականին աշխատանքներ են կատարել, Աքսել Բաքունցի հետ կապված 10 գրքից ավել տպագրություններ, փնտրտուքներ, որոնումներ, այսօր այդ որոնումների մեջ ենք մինչև երևի թե Աստված այդ հաջողությունը կտա մեր երկուսին, որ գտնենք այն մասունքները, որ Բաքունցին է իսկապես այդ տեղում էլ ավելի մեծ ուշարձան կկառուցենք, ոչ միայն Բաքունցի եւ իր բոլոր գնդակահարվածների համար, այս ուրեմն տանել պարտքն է պետք է անենք, պարոն Գասպարյան, եւ խոստացել ենք, որպես ուխտ պետք է միջև վերջ գնանք այդ ճանապարհը։